սերը ցավ չի ենթադրում եւ հարաբերություններ, որպեսզի չլինեն ինքնասիրական եւ եսասիրական, պետք է լինեն փոխադարձ։ Սա լուծումն է։ Այսօր մենք էլի հանդիպել ենք, որ խոսենք հենց քո մասին։ Պատկերացնում ես քեզ համար ամեն անգամ ես եւ այս պրոֆեսիոնալ հրաշք հոգեբան մարդը Մարիամը հավաքում ենք, որ խոսենք հենց քո մասին։ Այս կրակն էլ մեզ միացել է այսօր շատ ակտիվ է։ Այսօրվա մեր ամենակնարկվող, ամենապահանջված, ամենախաբուսիկ երբեմն թեման որն է։ Ինքնասիրություն, թե ինքնասիրահարվածություն, ողջույն մարդիկ ջան, այսօր այստեղ ենք, որտև Լիան նոր թեմա է բերել, նա չի քնում և ամբողջ իր ինտելեկտուալ պաշարը ծառայեցնում է ձեզ, քո մասին։ Շնորհակալ եմ շատ, հիմա այս հարցը ես կարծում եմ ոչ միայն ինձ է հուզում, նաև այն մարդկանց, ովքեր երբեմն իրենց մեջ չեն կարողանում տարանջատել և տարբերակել։ Ինքնասիրություն, թե ինքնասիրահարվածություն, որ դեպքում է մարդը ցավ զգում կամ նեղսրտվում, երբ կպտում են նրա ինքնասիրահարվածությանը, թե ինքնասիրությանը։ Լիա, երևի թե ճիշտ կլինի առանձին բացենք բառերը։ Այո, որ հասկանանք, թե որը ինչ է նշանակում։ Մենք շատ փոքրուց լսում ենք ինքնասիրություն ունեցիր, ինքնասիրությունը դա մի բան է, որը թույլ պետք է չտա, որ քեզ նեղացնեն, կամ դու լինես ճնշված, կամ դու լինես ընկճված, այսինքն ինքնասիրությունը որպես կատեգորիա մեզ առաջ տանելուն է ուղղված եւ եսի կայացման մեջ էգոյի ձևավորման ամեն մի փուլում ինքը գալիս է շոշափելի է դառնում, որ ես ունեմ ինքնասիրություն, այսինքն երբ փոքրուց տալիս էինք դու ունես ինքնասիրություն, թույլ չտաս սա, մարդ մեծացավ Եվ արդեն շատ առիթներով նա կարող ասել ես ունեմ ինքնասիրություն, ուրեմն սա չեմ անի, սա կանեմ եւ այլն, համաձայն իմ ինքնասիրության։ Դա էգոիզմը չէ։ Եսասիրությունը եւ ինքնասիրությունը շատ հստակ կարելի է տարանջատել։ Եսասիրությունը ինքը պաթոլոգիկ շեմ ունի, որը նարցիսիզմն է, երբ մարդը խիստ սիրահարված է ինքն իրեն եւ ինչպես ասում են, սիրահարվածությամբ անձից այն կողմ, ոնց են ասում, քթից այն կողմ ոչինչ չի տեսնում, այսինքն իր սահմանը եւ իր որոշումները եւ իր ցանկությունները ամենակարևորն է, այստեղ էլ մի հատ նուրբ ներքին շեմ կա, որ այո, մարդու ցանկությունները պետք է լինեն ամենակարևորը, բայց եսասիրության մեջ նա բոլորին կառավարում է, փորձում է մանիպուլացնել բացառապես իր ցանկություններով։ Ինքնասիրության մեջ կա պատիվ արժանապատվություն հասկացությունը, որտեղ որ քո արժեհամակարգի մեջ նստած են երևույթներ, որոնք թույլ չեն տալիս, որ դու այս կամ այն բանը ներես, կուլ տաս, առաջ տանես եւ այլն եւ այլն։ Խիստ հոգեբանական վերլուծության ենթարկելով տարբեր անհատական кейսեր, կարող ենք այս եզրույթները հանդիպել հետեւյալ օրինակներում։ Ինքնասիրության ցայտուն օրինակ է այն, որ օրինակ ամուսինը կնոջը արգելում է որևէ գործողություն կատարել, ասելով, որ դա դեմ է իր ինքնասիրությանը, հա? Կարծես արժեհամակարգ ենք խոսում, բայց սխալ ձևավորված արժեհամակարգ է, որովհետև կնոջ արարքը որևէ կերպ քո ինքնասիրությանը չի կարող կապ ունել, եթե նա օրինակ պետք է գնա կրթության, աշխատելու, շփվի ընկերուհիների հետ, այստեղ ամուսնու ինքնասիրության հարց չկա, բայց կա հակառակը, ամուսնու արգելքը կնոջ ինքնասիրության համար ուղիղ համեմատական է։ Եսասիրական մոտիվները վերլուծելիս տեսնում ենք, եսասիրությունը դա այն մոտիվն է, որտեղ որ անձը կառավարում է բոլորին բացառապես իր ցանկություններից ելնելով եւ չկա այլասիրական որևէ միտում, որ նաեւ կարեւոր է քո կարծիքը, մյուսի կարծիքը։ Սեփական ցանկությունները, սեփական ամբիցիաները պետք չի երբեմն շփոթել պատվի արժանապատվի հետ։ Այո, եւ դրանք շատ նուրբ սահմաններ ունեն եւ շատ հաճախ մարդուն այսպես ուղիղ մեկնաբանելիս պետք է ջանք գործադրել, որպեսզի տարբեր օրինակներով եւ խիստ շատ տարբերակներով
ցույց տալ, որովհետեւ նա կարողանա կատարել ընտրություն։ Ինքնասիրություն, եսասիրություն, թե մարդկային սովորական հարաբերություններ, որտեղ որ ես հարաբերությունը, որը մենք անվանում ենք միջանձնային հարաբերություն, բոլոր շերտերի մասին է եւ ես հարաբերության մեջ ես ճիշտ է օրինակ բերեցի միայն կին-տղամարդ հարաբերությունները, բայց այդ նույնը լինում է ծնող երեխա հարաբերություններում, ընկեր-ընկերուհի հարաբերություններում, գործընկեր հարաբերություններում, ենթակա ղեկավար հարաբերություններում։ Ընկեր-ընկերուհի հարաբերություններ ասացիր, մի բան հիշեցի, վերջերս նամակ եմ ստանում դեռահաս մի աղջկանից, ով ասում է իմ հարաբերությունների մեջ ես ունեցա խնդիր ընկերոջս հետ, բայց այդ խնդրի շրջանակներում նա ինձ շատ խորը վիրավորեց։ Ես երկար ժամանակ սպասում էի նրա առաջին քայլը չստացա եւ որոշեցի ես գրեմ։ Ինչու չես փորձում մեղմել իմ ցավը։ Ինչու ներողություն գոնե չես խնդրում նրա համար, որ դու իմ անձը նեղացրեցիր եւ այդ պահին երբ պետք է իմ կողքին լինեի, դու ինձանից գնացիր։ Պատասխանը հետեւյալն էր. ես չեմ կարող ներողություն խնդրել մի բանի համար, որում ինձ մեղավոր չեմ համարում, դա ինքնասիրության հարց է։ Արդյոք ներողություն խնդրելը գործ ունենք եսասիրական մոտիվների հետ պատմության մեջ եւ աղջկան կարծես եթե ամբողջը ճիշտ հասկացա ծափեր, որ ոչ թե առաջնորդվել է եսասիրական ամբիցիաներով, այլ գնացել է դիմացինի անձը սիրելով, այսինքն գնացել է պարզաբանման։ Սերը ցավ չի ենթադրում եւ հարաբերություններ, որովհետեւ չլինեն ինքնասիրական եւ եսասիրական, պետք է լինեն փոխադարձ։ Սա լուծումն է։ Տղայի մոտ ինքնասիրություն ասված բառը փոխարինում ենք դրանք եսասիրական ամբիցիաներ են։ Կարողացա բացատրել։ Ես հասկացա, հիմա որ դու խոսում ես, ես մի բան այստեղ չէի, որովհետև ես մտովի հետ գնացի իմ կյանքի փորձերի վրա, թե գործնական, թե անձնական եւ թե ընտանեկան, եւ փորձում էի հասկանալ, թե որքան դեպքերում են ինձ ասել, որ դա ինքնասիրության հարց է, դրանով շատ արծացված բառ օգտագործեմ, մանիպուլացրել են ինձ։ Այո, մանիպուլյացիան ենթարկել, այդ պահին փորձել են իմ անձը, իմ կամքը կոտրել, որ լավ, ես եմ մեղավոր, ես սխալ եմ, ես փորձեցի կպնել նրա ինքնասիրությանը, դա անթույլատրելի է, ես կնեղացնեմ եւ նա ինձանից կհիասթափվի։ Գիտես սիրելիա, հենց քո օրինակով շատ կանանց, աղջիկներ, նաև տղաների, տղամարդկանց ասենք, որ այն պահից սկսած, երբ սեփական ինքնասիրություն արծարծելով ձեր մոտ մեղքի զգացում են առաջացնում, արդեն այդտեղ վտանգ կա, որովհետև անցել են ձեր անձնային տարածք։ Անձնային տարածքը միշտ պետք է լինի պաշտպանված ձեր իսկ ինքնասիրության, որտեղ եթե դիմացին ինքնասիրություն է շոշափում, որտեղ է ձեր կողմից ձեր անձը սիրելը։ Քանի որ վերնագրի մեջ գրված է ինքնասիրությունը, ես ավելի իրեն վերափոխեի, ասելով սեփական անձի ընդունում, այստեղ է սերը։ Եթե ես ինձ ընդունում եմ, ես ինձ սիրում եմ։ Եվ եթե ինչ-որ մեկը իմ մեջ մեղքի զգացում է առաջացնում, որ դա իր ինքնասիրության եւ այլնի հարց է, ես անպայման առաջ կբերեմ, որ ես իմ անձը սիրում եմ, ընդունում եմ եւ գնահատում եմ։ Եթե որևէ բան այստեղ քո դաշտում է, արի պարզաբանենք։ Ընդունումը, գիտակցումը, պարզաբանումը դու քո խոսքի մեջ այլ հանդիպումների ժամանակ ասեցիր պետք է դառնա արարք։ Այսինքն մարդը անի քայլեր, քայլը չի կարող բացատրվել իմ ինքնասիրությունը վիրավորում է, դրա համար դու այս բանը պետք է չանես։ Եթե որևէ բան ես ինձ թույլ եմ տվել, որ քեզ վիրավորում է, մենք պարզաբանում ենք, ես խնդրում եմ ներողություն, վերաթողարկում եմ իմ քայլերը եւ դա չի նշանակում, ես որևէ բան պետք է չանեմ։ Սա խիստ նուրբ հարաբերությունների կարգավորման մեխանիզմ է, որովհետեւ շատ աղջիկներ, հատկապես դեռահաս եւ երիտասարդ, կարող են տղայի նույն քո կողմից ասված մանիպուլյացիա բառով կաշկանդվեն եւ սկսեն ինչ-որ բան չանել։ Կամ աղջիկա հարցակումներից ինչ-որ մի բան կա, որտեւ աղջիկն էլ կարող է իր մանիպուլյացիայով տղային ներշնչել մեղքի զգացում եւ հարաբերությունները մտնեն փակուղի։ Ես առաջարկում եմ հարաբերությունները պարզել, ոչ թե տանել փակուղի։ Եթե ամփոփեմ քո ասածը, իմ շատ սիրելի հոգեբան ջան, այսպես ավելի անմիջական, ստացվում է, որ ինքնասիրության հարց չէ, եթե դու փորձում ես հարաբերությունները տանել կառուցողական։ Ինքնասիրության հարց չէ, եթե դու ընդունում ես ինչ-որ հարցում քո մեղքի զգացումը եւ փորձում ես քայլ ձեռնարկել քո մեղքի զգացումը շտկելու, մաքրելու համար։
ինքնասիրության հարց չէ առհասարակ առաջին քայլ անելը ու այդտեղ կապ չունի մեղավոր ես դու թե մեղավոր է դիմացին է Այո ինքնասիրության հարց չէ ընդունել դիմացինի թուլությունը եւ երբեմն ընդունել դիմացինի սխալը դա ինքնասիրության հարց չէ Եվ դրանով ձեզ կապանքների մեջ մի դրեք, դրանով ձեզ մի սահմանափակեք, դրանով ձեզ մի հեռացրեք ձեզ համար թանկ եւ սիրելի մարդկանցից, դրանով մի կորցրեք այն, ինչը ձեզ համար արժեք եւ կարեւորություն ունի եւ այն, ինչը ձեզ երջանկացնում է։ Դա ինքնասիրության հարց չէ, դա խաբկանք է, դա չգիտեմ, ինչ-որ սահմանափակող արհեստական արգելք է, որը դժբախտացնում է։ Այո, արգելքները, պատնեշները, որոնք ստեղծվում են արհեստականորեն, նրանք միշտ դատապարտված են փլուզման։ Որևէ ինքնա արդեն սիրահարվածին եմ գնում, որևէ ինքնասիրությամբ ինքնասիրահարված անձ իր կողմից դրված այդ արգելքներով եւ պատնեշներով երկար ճանապարհ չի գնացել։ Արագ ծնկի է եկել այն ազատության դիմաց, որ դիմացին իրենից պահանջել է։ Միտքս պարզ ձևակերպեցի։ Ես քո միտքը հասկացա։ Գնանք ինքնասիրահարվածությանը։ Ես ուզում եմ ինքնասիրահարվածությանը անդրադառնալ, որովհետև այնքան լավ ընտրություն ես կատարել, որ շատ ափսոս կլինի, որ լիարժեք չվերլուծենք։ Ինքնասիրահարվածությանը ես արդեն անդրադարձա, նրանք նարցիսներն էին եւ ավելի պաթոլոգիա է անդրադարձա այդ եսասիրական միտումները եւ այլն, բայց եթե մի քիչ ավելի կենցաղի մեջ փորձենք ցույց տալ ովքեր են ինքնասիրահարվածները, նրանք ովքեր միշտ ճիշտ են։ Ճանաչեցիք նրանց։ Ես հենց հիմա ճանաչում նրանց։ Աչքիս առջև են դեմքեր, հայացքներ, անուններ։ Ճանաչեցիք ինքնասիրահարվածներին, այսինքն նարցիսներին, ովքեր միշտ ճիշտ են։ Այստեղ հարցանչորեն ամենագեղեցիկն են եւ ամենակարողն են։ Եթե այդքանով հարցը փակվի, կլինի չարիքի փոքրագույնը։ Այստեղ ամենամեծ խնդիրը այն է, ունենք միշտ ճիշտ են եւ այդ ճիշտ լինելու թույնը ներարկում են մարդկանց ուղեղները, այսպես ասեմ, մի քիչ կոպիտ գնացի։ Ես ուզում եմ այս արտահայտությունը հենց քեզանից լսել։ Կապ չունի դու ով ես եւ ինչպիսին ես, ինչպիսի ճանապարհ ունես անցած եւ որտեղ ես գտնվում։ Դու չես կարող միշտ լինել ճիշտ։ Որևէ մեկը չի կարող միշտ լինել ճիշտ։ Եվ դա որևէ մեկը, տեսեք, կարող են լինել ընտանիքում կանոններ, գործնական հարաբերությունում կանոններ, կազմակերպությունում կանոններ։ Եթե կանոնը ընդունել ես, դա պարտականություն է, իրավունքի եւ պարտականության ճիշտ հարաբերությունն է։ Բայց ընդունել կանոնը եւ փորձել միշտ լինել ճիշտ, սա կանոնի կոպիտ խախտում է։ Ճիշտ է, ընտանիք է կազմվել, ընտանիքում նախապես դրվել են կանոններ, ուղղակի մեծ ցավը այն է, որ ես ասում ճիշտ տարբերակը, բայց ոչ մեկ այդպես չի սկսում։ Բոլորը սկսում են սպոնտան, այս կրակի նման կրքոտ, երբ կրակը ավարտվում է, հանդիպում ենք մոխիրներին, այսինքն առանց կանոնների հարաբերություններ, որոնք դատապարտված են կոնֆլիկտների, փլուզումների եւ ի վերջո ավերակների։ Հիմա ինքնասիրահարվածության մեծ վտանգն է, այն է, որ նա տանում է ավերածության։ Ավարտվում են հարաբերություններ, խարխլվում են տրանսգեներացիոն հնարավոր կապեր եւ փոխհարաբերություններ։ Դրա համար ինքնասիրություն թե ինքնասիրահարվածություն կարելի ասել ինքնասիրություն, գծիկ ինքնասիրահարվածություն, դրանք շղթա են։ Ինքնասիրությամբ տառապող մարդիկ, ոչ թե սեփական անձը ընդունող մարդը։ Հիշում եք, ես շտկումը արեցի։ Շղթայով գալու է ինքնասիրահարվածության, որտեղ ինքը միշտ լինելու է ճիշտ։ Դա իմ ինքնասիրության շրջանակներում է բոլորդ այսպես, բոլորդ այնպես, բոլորդ սխալ եք, բոլորդ միշտ մի բան այն չեք անում, միշտ ճիշտ եմ ես։ Սա նույնիսկ լիդերության, առաջնորդության կոնցեպտի մեջ է տանում փակուղի, որտեղ միշտ ավելի շահում է այն մարդը, որտեղ կա բազմակարծություն եւ կարծիքներ ապրելու իրավունք ունեն։ Ինչ պատահեց։ Ես էլի հիշեցի իմ կյանքից դրվագներ ու հասկացա, այն նոր կարողացա ես տարանջատել, թե այդ դրվագը միտված էր դեպի ինքնասիրությանը, թե ինքնասիրահարվածությանը։ Եվ հասկացա, որ դա ինքնասիրահարվածությանն էր միտված եւ որի մանիպուլյացիոն զոհը ես է այդ պահին։ Բնականաբար, եւ իմ գիտական թեզը, որով որ ես դարձել եմ գիտությունների թեկնածու, շատ հետաքրքիր եւ կյանքում ապրող թեզ է եղել, ուղղակի մնում էր վերցնել, հետազոտել, ապացուցել, որ մարդիկ կյանքում
Եթե զոհ են եւ շահագործվում են, նրանք ունեն կոնկրետ մարդկանց խումբ, որոնք իրենց զոհականացնում են եւ շահագործում են։ Այսինքն, եթե ինչ որ этаպում դու զգայուն ես, ինչ որ этаպում դու թույլ ես եւ կարծես բոլոր դռները բաց են, որ քեզ զոհականացնեն, այն մեկը, ով թույլին է գտնում շահագործելու, այդ մեկը գալիս է։ Եթե դու ուժեղ ես եւ որևէ բան քեզ չի կարող զոհականացնել, հավատա, այն մեկ տեսակը կա, ով կարող է քեզ ճիշտ պահին զոհականացնել։ Դրա համար պետք է ձգտել մեկ ուղղության, կառուցել հարաբերությունները առողջ, կառուցել հարաբերությունները բաց, որտեղ միշտ կլինեն քննարկումներ եւ դու կունենաս քննարկման մեջ քո տեսակետը արտահայտելու հնարավորություն եւ անպայման թույլ կտաս, որ նրա տեսակետը նույնպես ապրի։ Այստեղ իմ ասած կոնցեպտի մեջ 0 է ինքնասիրահարվածությունը։ 0 է ինքնասիրության մանիպուլյացիաներ անելը։ Իմ ասած կոնցեպտի մեջ կան գրկախառնություններ։ Իսկ կա կառուցողական լուծում այն մարդկանց համար, ովքեր արդեն ինքնին ինքնասիրահարված են իրենց ինքնասիրությամբ եւ ինչ որ մի պահի հասկացել են, որ ես ուզում եմ դարձի գնալ։ Երբ նրանց լքում են։ Երբ լքում են ինքնասիրահարված ինքնասիրությամբ մարդկանց, նրանք հասկանում են, որ ուրեմն մի բան այն չէ։ Առաջի դեպքում, եթե լքում է օրինակ X տարիքում ընկերուհին, մեղավոր էր ընկերուհին։ Երկրորդ ընկերուհին, մեղավոր է ընկերուհին կամ ընկերը, ես այսպես սեռային տարբերություններ չդնեմ, հա, որովհետև ընդհանրապես այստեղ սեռը կապ չունի։ Երկու դեպքում է կարող է լինել ինքնասիրահարվածությամբ տառապող մարդը եւ լքողը։ Եվ երբ օրինակ արդեն երրորդ ամուսնությունն է փլուզում, ես sense խորքից եկա, չէ, արդեն կարմիր լույսը վառում է, որ հարգելի մարդ, միգուցե վայր դնես ինքնասիրահարվածության ոչ արդյունավետ մոտիվներդ եւ կյանքի ստրատեգիաները։ Այդպես լինում է եւ մարդը կարող է գալ, աշխատել, տեսնել, իր ստվերի միջից հանել այդ հրեշին, ով իրեն խանգարում է, հա, որ դու լավն ես, դու ճիշտ ես, դու ամենան ես, հաճախ դա դաստիարակության մեջ է տեղի ունենում, երբ երեխան աստվածածված է եւ երեխան չի մեծանում սեփական թերությունները տեսնելով եւ թույլ չեն տալի, որ նրան օրինակ ասեն, որ գիտես, խաղի մեջ պարտվեցիր։ Այսպես է սկսվում այս մեծ չարիքը, այսինքն երեխային թույլ չեն տալի, որ պարտվի։ Նա միշտ մեծանում է հաղթող, պապիկն է նրան պարտվում, մայրիկն է նրան միշտ ճիշտ հանում։ Այդ հոգեբանությունը պարտվողի դերում լինելու նրանք երբևէ չեն ունեցել եւ չեն կարողանում ընդունել եւ հասկանալ, թե դա ինչ է։ Եվ եթե նա ներշնչվում է հատկապես դպրոցից, սոցիալական միջավայրից, ընկերախմբից, որ այդ ինքնասիրության արժե համակարգը կա, ոչ թե սեփական անձը ճանաչիր եւ ընդունիր, լուծումը մեկն է։ Եթե մարդ ընտրում է սեփական անձը ճանաչելու, գիտակցելու եւ կառուցողական հարաբերություններում ապրելու բանաձևը, ինքնասիրահարվածությունը նրա համար մեծ վտանգ չէ։ Ինքնասիրահարվածությունը ի վիճակի է ծնկի գալ առողջ մրցակցության մեջ, նույնիսկ այս բառը ամբողջ հանդիպան ժամանակ փնտրում էի, որպեսզի բարձրաձայնեի։ Մրցակցությունը ամենալավ ինդիկատորն է ճանաչելու ինքնասիրահարված մարդուն, ով միշտ ճիշտ էր։ Եվ երբ օրինակ փոքրուց այդ մի քիչ առաջ նշեցինք այդ պարտվելու, պարտվելու համախտանիշը, ապա լուծումը մեկն է, կյանքում կան եւ պարտություններ, եւ հաղթանակներ, մի ընտրեք կամ բանաձև, ընտրեք եւ բանաձևը, եւ անպայման կլինեք ինքնաբավ։ Եվ բանաձև, ես այսուհետ կփորձեմ իմ վրա եւ կկիսվեմ իմ փորձով եւ ամեն դեպքում փոքրիկ վերջաբանել իմ կողմից, կապ չունի թե կյանքում ինչ անհաջողություն կունենաք, անձնականում կլինի, աշխատանքում կլինի, թե ընկերական շրջապատում, միշտ չէ, որ մեղավոր են բոլորը։ Եվ միշտ չէ, որ մեղավորությունը պետք է փնտրել մեր շրջանակներից դուրս, մեզանից դուրս։ Շնորհակալություն, որ մինչ այս պահը մեզ հետ եք, դա միայն խոսում է նրա մասին, որ մեր թեմաները բավականին հետաքրքիր եւ օգտակար են ձեզ համար։ Ժողովի մոմոները կարող ա չեք սիրում։ Շատ ենք սիրում։ Մենք քեզ ենք արդեն սիրում, ծափտուր գնան։ Էս էլ եկա։